Սիրելի հայրենակիցներ, արտահերթ թողարկմամբ եթերում ենք։ Այսօր մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Բարի երեկո, պարոն Պապիկյան։ Բարև ձեզ։ Մենք անդրադառնալու ենք մի կարևոր եւ մտահոգիչ հարցի, այնպես որ անպայման տարածեք այս եթերը։ Պարոն Պապիկյան, ձեր թույլտվությամբ մինչև հարցերին անցնելը նախ ընթերցեմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի կողմից տարածված շտաբ հաղորդագրությունը։ Շտաբ հաղորդագրություն։ Ռեժիմը Սասնա ծռերի ընտանիքներին սպառնում է գույքի բռնագանձմամբ։ Սիրելի հայրենակիցներ, Սասնա ծռեր ապստամբական խմբի դեմ տարիներ շարունակ իրականացվող հալածանքները ցավոք շարունակվում են, ստանալով նոր եւ ավելի վտանգավոր դրսեւորումներ։ Դատական վճռով որոշվել է ապստամբներից հօգուտ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բռնագանձել 4,64,380 Հայաստանի Հանրապետության դրամ։ Իբր թե ապստամբական գործողությունների ընթացքում պատճառած նյութական վնասի փոխհատուցման նպատակով։ Գործող կոլաբորացիոն կառավարությունը ներկայանալով նախորդ ռեժիմի ժառանգորդ եւ արհամարելով այս արդարացման կոչերը, որոնք իբրև հնչեցրել են Նիկոլ Փաշինյանի ապստամբության օրերին, այսօր ոստիկանության եւ դատարանների միջոցով շարունակվում են հալածել մեր տղաներին։ Գումարը չվճարելու դեպքում տղաների ընտանիքներին սպառնում է հարկադիր գույքի բռնագանձում, ներառյալ կալանքի տակ գտնվող բնակելի տների առգրավում։ Ազգային ժողովրդական բևեռի խորհրդի Ազգային ժողովրդական բևեռի խորհուրդը կդիմի մեր ժողովրդին անհրաժեշտ գումարը հավաքելու եւ ապստամբների ընտանիքներին նկատմամբ գործող ռեժիմի կողմից նոր հալածանքները կանխարգելելու համար։ Ազգային ժողովրդական բևեռի խորհուրդ 25 թվականի նոյեմբերի 4-ը քաղաքի Երևան։ Պարոն Պապիկյան, կխնդրեմ ձեզ մանրամասնել, թե ինչի մասին է գնում խոսքը, ինչ վտանգներ է սրա մեջ պարունակվում։ Շնորհակալություն։ ՊՊՑ գնդի ազատագրման ժամանակ, ապստամբության ժամանակ, որի ավարտից հետո Սասնա ծռեր խմբավորման անդամները մեղադրվեցին, նրանց մի մասը դատապարտվեցին, մյուս մասը շարունակվում են քրեական հետապնդման ենթարկվել տարբեր դատարաններում, նրանց նկատմամբ ոստիկանությունը այն ժամանակ ներկայիս ներքին գործերի նախարարությունը գույքային հայց ներկայացրեց գումարի բռնագանձման պահանջով։ Դա քննվել է առանձին վարույթով քաղաքացիական դատարանի կողմից եւ օրեր առաջ արդեն վերջնական դատական ակտ է կայացվել։ Սկզբնական պահանջը, ոստիկանության պահանջը ապստամբների նկատմամբ եղել է շուրջ 70 միլիոն ՀՀ դրամի մասներ խոսքը։ Դատարանում այդ գումարի չափը փոփոխության ենթարկվեց, չհիմնավորվեց, չհաստատվեց, չապացուցվեց եւ մոտավորապես 3 միլիոն 950 հազար դրամ վնասի գումարի չափ որոշվեց եւ մոտ 120 հազար դրամի չափով պետական турքի գումար, ընդհանուր առմամբ 4 միլիոն 65 հազար դրամի չափով գումարի մասն է խոսքը եւ այդ գումարը պետք է վճարեն, փաստորեն պետք է վճարեն բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը եւ Սեդրակ Նազարյանը։ Ինչու է հենց այդ 5 հոգին։ Հայցադիմումը ներքին գործերի նախարարությունը ներկայացրել էր բոլոր ես կուզեի ասեմ 10 տղաների նկատմամբ, ցավոք սրտի Արայիկ Խանդոյանը մահացած էր 9 տղաների նկատմամբ, հետագայում նախարարությունը ոստիկանությունը հայցադիմումը պահանջները մասնատեց, մասերի բաժանեց 7 միլիոն դրամի չափով մյուս տղաների նկատմամբ եւ 61 միլիոն դրամի չափով իմ կողմից նշված անձանց նկատմամբ եւ ես նորից եմ ուզում կրկնեմ հատկապես մեր հանրության համար, մեր այս հաղորդում դիտողների համար Վարուժանը, Պավլիկը, Մխիթարը, Սեդրակը եւ Էդվարդը այս վճռով պետք է վճարեն մոտ 4 միլիոն 100 հազար դրամի մասին այս գումարն է, բայց ասեմ, որ այդ գումարը նրանք վճարելով, փաստորեն նրանք ըստ էության վճարում են բոլորի փոխարեն։ Ճիշտ է, այս պայն իրենց անուններն է եւ իրենց բնակարաններ ու իրենց ընտանիքներ պիտի գնան այս գումարը ստանալու համար, եթե գնան հարկադիր կատարման ծառայողները, իհարկե, հուսով եմ դրան չի ասնի խոսքը, բայց իրենք փաստորեն պիտի վճարեն, փաստորեն բոլորի փոխարեն։ Այսինքն ուզում եմ մեր հետևորդներին եւ մեր կողմնակիցներին հստակ լինի, այս գումարը խոսք է գնում բոլոր ապստամբների նկատմամբ, որոնք կամ դատապարտված արդեն կալանքն են ազատազրկված են ու բարաշենում կամ մյուսներին, որոնք դատական process-ը դեռ ընթանում է։
Այո, ըստ էության, այո, դուք ճիշտ նկատեցիք, թեև այս պահին 5 անձ վճարող պիտի լինի, բայց փաստորեն բոլորի փոխարեն է սա վճարվելու։ Խոսքը վերաբերում է եւ նրանք, ովքեր ցավոք սրտի բանտերում են գտնվել, եւ նրանք, ովքեր այս պահին գտնվում են դրսում դատավարությունների փուլում, այսինքն բոլոր Սասնա ծռերի ըստ էության համար վճարում է սա կատարվելու։ Ճիշտ է, ֆորմալ առումով այդ 5 անձանց անունն է, բայց փաստորեն դա բոլորի փոխարեն է վճարում կատարվում։ Այս որոշման հրապարակումը ձեր համար անակնկալ էր, թե ոնց։ Անկեղծորեն անակնկալ չէր, սպասելի էր, որ դատարանը նաև նյութական առումով Սասնա ծռերին կպատժի, այսպես ասեմ։ Միակ այսպես ասեմ, համեմատաբար դրականը նա էր, որ դատարանում չհաստատվեց այն սարսափելի մեծ գումարը, որը փորձում էին բռնագանձել տղաներից, ինչպես նշեցի, սկզբնական պահանջը խոսքը վերաբերում էր մոտ 70 միլիոն ՀՀ դրամին, բայց սպասելի էր եւ անակնկալ որևէ բան չկար, ասեմ նաեւ ինչու համար ՊՊՑ-ի ազատագրման ապստամբության վերջում արդեն երբ քրեական կեղծվարույթ էր նախաձեռնվել, այդ գործով հարյուրավոր դժողներ կային։ Բա ինչ եղավ հետագայում դժողների հետ։ Նրանցից շատերին պետք է ասեմ փառք ու պատիվ։ Օրինակ, շտապակցության բուժաշխատող դժողները ապշած էին, երբ դատարանում նրանց ասում էին հարգելի դժող։ Նրանք նույնիսկ նեղվում էին, նեղանում էին, որ ինձ դժող էին ասում։ Չէին ընդունում։ Որպես դժողեր ճանաչվել Երևանի քաղաքապետարանը, տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, տարբեր անհատ անձինքում բնակարանները կամ բնակելի առանձնատաներին վնաս էր հասցվել։ Որևէ անձ որպես դժող հանդես չի եկել եւ որևէ մեկը գույքային հայց ապստամբների Սասնա դեմ չի ներկայացել բացի ոստիկանությունը, իսկ մենք հիշում ենք ոստիկանությունը բացի այն որ գույքային հայց ներկայացրեց եւ այս գումարը ցանկանում է բռնագանձել, ոստիկանությունը հանձինս վարչապետի Սիրեցյալ Օսիպյանի դեմ եղավ, որպեսի համաներում կիրառվի տղաների նկատմամբ եւ միայն ոստիկաններն են, որ դատարանում սուտ վկայություններ են տվել կամ պատվիրված վկայություններ են տվել ապստամբների դեմ։ Բայց պարոն Պապիկյան, նախքան այս որոշումը ուժի մեջ մտնելը տեսակետ կար, որ եւ նույնիսկ համոզմունք, որ ոստիկանությունը կբողոքարկի այդ որոշումը, բայց ինչպես ստացվեց, որ այս որոշումը ուժի մեջ է մտել արդեն։ Առաքյացյանի դատական ակտը ոստիկանությունը իրականում բողոքարկել է վերաքննիչ քաղաքացիական դատարան, Վճռաբեկացյան բողոքարկումից չեն օգտվել։ Ես ուզում եմ լավատեսորեն հավատալ, որ Առաքյացյանի դատական ակտը մասնակի բավարարելու մասով այնքան հիմնավոր է եղել, որ վերաքննիչը փոփոխության չենթարկեց եւ հավանաբար ներքին գործերի նախարարության իրավասու անձինք հասկացան, որ Վճռաբեկ երրորդ ատյանում բողոքարկելը անիմաստ էր եւ նրանք չբողոքարկեցին։ Պարոն Պապիկյան, եթե ճիշտ եմ հաշվում, անցել է 9 տարուց ավել, այս պարագայում վաղեմության ժամկետ գոյություն ունի թե չէ, ինչ եղավ այդ հենց ժամկետի վերաբերյալ, որ այդ հանգամանքը դատարանի կողմից շրջանցվեց։ Գիտեք, այս հայցապահանջը դատարան ներկայացել է 2022 թվականին, այսինքն օրեր անց 6 տարի հետո։ Այո, երբ քրեական վարույթով օրինական ուժ ստացավ դատական ակտը, հենց այդ դատավճիռը որպես հիմք եւ ապացույց ներկայացրեցին, այդ պահին դեռևս, այսպես ասեմ, քրեական դատարանով չէր ավարտվել դատականությունը եւ հաստատված չէր, որ դիցուկ նույնիսկ դեզուս չի պատտվում ասեմ, որ օրինակ Վարուժան Հավետիսյանը գույքային վնաս է հասցրել ոստիկանությանը, բայց այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանությունը դիմեց դատարան։ Այս առումով ժամկետների խախտում այս մասով թույլ չտրվեց։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բացի այն, որ ազատազրկել է Սասնա ծռերին, նաև հիմա ֆինանսական տուժ է սահմանել իրենց համար։ Ես ասեմ ավելին, բազմիցս դրան անդրադարձել եմ, այս կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Վարուժանին, Մխիթարին, Պավլիկին, Էդուարդին եւ Սեթրակին, նաեւ Արեգը, Եղիազարյան Գագեր բոլոր նրանց ամենևին չի հետաքրքրում այն զրկանքների միջով, որով անցնում են այդ անձինք, այս նյութական միջոցներով իհարկե չի կարելի, բայց պարզ է, որ իրանք հիմա ազատազրկված են, հասկանալի է, որ այս տուժ տուգանքը
պետք է կռեն իրենց ընտանիքները։ Այո, հասկանալի է։ Որտեվ իրանք անազատության մեջ գտնվելով ոնց կարող են փակել այդ գումարի հասկանալի է, բայց համակարգը, ռեժիմը, դատաիրավական համակարգը այլ կերպ չի կարող վարվել։ Մարդիկ, ովքեր մտածում են ազատ, մտածում են ինքնիշխան Հայաստանի մասին, մտածում են արդարության մասին, նրանց նկատմամբ ցանկացած ռեժիմ, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայ ցանկացած ռեժիմ, ինչպիսին այսօր կա, բնականաբար պիտի զրկանքների բոլոր գործիքները օգտագործի։ Ազատազրկում, նյութական միջոցներով, վնասի պատճառում, ընդհանուր մինչև ընտանիքներին ծանրկայության մեջ դնել, բոլոր գործիքները կիրառվելու են։ Ես վստահաբար կարող եմ այդ անձանց փոխարեն ասել, իրենք պատկերացնում են ինչի մասին է խոսքը, եւ ոչ միայն իրենք, այլ մենք եւս չենք զարմացել, որ այսպես են վարվում նրանց նկատմամբ։ Ես միայն մեկ բան պիտի որպես կարևոր հիմա կուզենայի օգտվելով այս նորությունից ասել։ 2016 թվականի հուլիսին տասնյակ հազարներով հանրությունը ժողովուրդը հավաքվում էր Խորենացի փողոցում, հագնում շապիկներ, ես Սասնա ծուռ եմ։ 100 հազարներով ողջունում էին այդ գործողությունը։ Կամ ուզում էին գնային, այսպես ասած, որպես պատանդ, ոնց ռեժիմներ ներկայացնում։ Դրանցից շատերը այսօր խորհրդարանում ԿՓ կուսակցության падգամավորներ են։ Դրանցից ոմանք գործադիր իշխանությունում կամ նախարար են կամ վարչապետ են։ Ես ուզում եմ սա բարձրաձայնելով կոչ անել ոչ թե դրանց, այլ այն հազարավոր անձանց, ովքեր անկեղծորեն սատարել են եւ այդ ապստամբությանը աջակցել են որևէ կերպ, փոքրիկ լումա ներդնենք, օգնենք այդ անձանց, նրանց ընտանիքներին, կարճ ժամանակում անհրաժեշտ է այդ 4 միլիոն մոտ 100,000 դրամը 4,64,380 դրամը հավաքենք եւ վճարենք ներքին գործերի նախարարության հաշվի համարին։ Պարոն Պապիկյան, ճիշտ եմ հասկանում, որ ռեժիմը պատժելով Սասնա ծռերի անդամների ընտանիքներին, այդ դա ցույց է, որ ռեժիմը վախենում է Սասնա ծռերից։ Դա վախի նշան է։ Ռեժիմը միշտ է վախեցել, դա մշտապես ամենօրյա ռեժիմով է դա երևաց, ամենօրյա։ Ես չէի ուզենա այս արտահերթ հաղորդումը այլ թեմաներով զարգացնեմ, բայց այդ անձինք, ում մասին մենք խոսեցինք, նրանց ընտանիքի անդամներից շատերը այս կամ այն ձևով հետապնդումների տակ են։ Նույնիսկ այդ անձանց բանտարկելով ռեժիմը չի բավարարվել։ Ես կարող եմ անուններ թվարկել, ովքեր այսպես քրեական հետապնդումների տակ են։ Այնպես որ հավելյալ, այսպես ասեմ, ճնշման գործիք օգտագործելու մեթոդ է այս գումարի բռնագանձման հանգամանքը, բայց վստահ եմ, որ այս փորձությունը եւս մենք կհաղթահարենք եւ այդ բռնագանձումը ունի որևէ ժամկետ, որի ընթացքում այդ գումարը պիտի հատուցվի։ Ցանկալի է բնականաբար հնարավորինս սեղմ ժամկետում, որովհետև եթե հարուցվի կատարողական վարույթներ, կատարման ծառայությունը իրավունք կունենա այդ անձանց անունով բոլոր գույքերը, որոնք գտնվում են, որոշակի ժամանակ հետո, օրինակ աճուրդով վաճառքի հանի կամ օրենքով որևէ ժամկետ սահմանված կա, թե հարկադիր կատարման ծառայությունը այո ունի ընդհանրապես ժամանակ ունենք մինչև դա սկսվի։ Մինչև այդ փուլը մենք ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք այդ վճարումը կատարենք եւ օգտվելով արդից ուզում եմ ասեմ, որ եթե ներքին գործերի նախարարությունում ցանկանան լրացուցիչ վատություն անեն, հատուկ լրացուցիչ վատություն անեն, ապա կարող են շատ կարճ ժամանակի ընթացքում այո, process-ը կարագացնեն, բայց նրանք համոզված եմ այս հաղորդման միջոցով կամ խորհրդի հայտարարության միջոցով կհասկանան, որ գումարները շատ սեմ ժամանակում վճարվելու են, ընդհանրեն օրերի ընթացքում համոզված եմ, կարող են այդ մի քանի օրերը, ինչպես այս անցած 9 տարիները նրանք այդ գումարը, այսպես ասեմ, չկար 9 տարիներ այո։ Մի քանի օրերի ընթացքում այդ խնդիրը համոզված եմ շնորհիվ մեր աջակիցների նվիրատուների շնորհիվ մենք այդ խնդիրը կլուծենք։ Եվ պարոն Պապիկյան, վերջին հարցս, ինչ արձագանք եք ակնկալում մեր հասարակությունից այս որոշման նկատմամբ, կարող ենք հույս ունենալ, որ ժողովուրդը կմիավորվի եւ այս հարցում կկանգնի ապստամբների եւ նրանց ընտանիքների կողքին։
այո, միանշանակ հավատում եմ։ Ավելին ասեմ, ես կուզենայի, որ թեկուս անանուն կարգով իր մեջ ուժ գտնի այն գործարարը, այն բիզնեսմենը, ով իսկապես ուզում է, որ Հայաստանը ազատ եւ անկախ լինի, եւ ինքը արդեն առավոտյան թեկուս պետք չի մենք հանրայնացնենք, ինքը նման հայտարարությամբ հանդես գա, բայց ամեն դեպքում ես ուզում եմ ասեմ, որ 1 դրամի վճարումը եւ 1 միլիոն դրամի նվիրատվությունը վճարում բառը ճիշտ չասեցի, հավասարազոր նշանակություն կունենա իր արժեքային լինելու առումով։ Ես շատ եմ խնդրում մեր բոլոր օգտատերերին, ովքեր դիտելու են այս հաղորդումը, շատ եմ խնդրում աջակցեն այս գումարի հավաքմանը նվիրաբերությունների շնորհիվ, գումարը վճարվելու է ներքին գործերի նախարարությանը որպես պատճառված վնասի հատուցում ՊՊՑ գնդի ազատագրման ժամանակ, այս պահին թեև գումար պահանջողված է 5 ապստամբների, բայց իրականում այս գումարը վճարվում է բոլոր ապստամբների անունից ըստ էության եւ համոզված եմ շատ կարճ ժամանակում մեր հանրությունը շատ շատերը կմիանան մեր խնդրանքին համապատասխան նվիրաբերություններ կատարելով կօգնեն, որպեսզի այդ վճարումը կարողանանք ժամ առաջ կատարենք։ Շնորհակալություն պարոն Պապիկյան, սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ նշված գումարը հավաքելու նպատակով Բևերի խորհուրդը դիմելու է ժողովրդին հնարավորինս կարճ ժամանակում անհրաժեշտ միջոցները հավաքելու համար։ Հակառակ դեպքում ռեժիմը կարող է անցնել մեր ապստամբների ընտանիքների գույքի բռնագանձման։ Առաջիկայում մեր մեդիայի միջոցով կտեղեկացնենք մանրամասները, ինչպես եւ որտեղ կարելի է կատարել նվիրատվությունները։ Նշենք նաեւ, որ ներկայումս ընթանում է առանձին դրամահավաք Սասնա Ծռեր խմբի դատական առողջական եւ առօրյա ծախսերի հոգալու նպատակով այդ դրամահավաքը կապ չունի այս նախաձեռնության հետ ձեր նվիրատվությունների շնորհիվ արդեն իսկ որոշ փաստաբանական ծառայություններ վճարները իրականացվել են։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես պարոն Պապիկյանն էլ նշեց, 16 թվականին դուք սատար կանգնեցիք մեր ապստամբ Սասնա Ծռերին, Եվս կարծում եմ այս անգամ դուք նրանց եւ իրենց ընտանիքներին չեք թողի միայնակ ընդդեմ ռեժիմի։ Շարունակեք հետևել մեր եթերներին, լրացուցիչ տեղեկությունների համար, չմոռանաք տարածել այս եթերը։ Շնորհակալություն ուշադրության համար։